Դեկտեմբերի 22-ին Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի եւ քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև զինված բախում է տեղի ունեցել։ Նշվում է առնվազն 2 զոհի եւ 1 տասնյակից ավելի վիրավորի մասին։ Կողմերը արդեն ուշ երեկոյան կրակը դադարեցրին, սակայն խնդիրը բազմաշերտ է եւ առնչվում է նաեւ Թուրքիային։ Բախումները տեղի ունեցան այն ժամանակ, երբ նույն օրը Դամասկոսում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը քրդական զինված ուժերին մեղադրեց Սիրիայի կառավարական ուժերում չինտեգրվելու համար, ինչի շուրջ մարտին համաձայնության էին հասել Սիրիայի գործող նախագահ Ահմեդ Էշարան եւ Սիրիայի քրդերի հրամանատար Մազլում Աբդին։ Թուրքական հովանավորությունը վայելող այդ համաձայնությամբ քրդական ուժերը պետք է տարալուծվեին Սիրիայի զինված ուժերում մինչև 2025-ի ավարտը, սակայն հարցի ձգձգումը լրջորեն անհանգստացնում է Անկարային, որը քրդերին զգուշացնում է հետևանքների մասին։ Թուրքիան Սիրիայի քրդերին համարում է ահաբեկիչ եւ սպառնալիք իր անվտանգությանը։ Անկարայի համար քրդական խնդրում ակնհայտորեն նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո։ PKK-ի կազմալուծումից հետո Թուրքիայի գերնպատակը Սիրիայի քրդական գործոնի չեզոքացումն է։ Սակայն Սիրիայի քրդերը մտադիր չեն հեշտ հանձնվել։ Նրանք հյուսիսարևելյան շրջաններում փաստացի ինքնավար են, ունեն բավականաչափ հագեցած զինված ուժեր եւ մատչում Սիրիայի նավթաբեր պաշարների զգալի մասին։ Սիրիայի քրդերը ունեն նաեւ ԱՄՆ-ի որոշակի հովանավորությունը, իսկ ընթացիկ զարգացումներում չի բացառվում նաեւ Իսրայելի աջակցությունը։